կավարտվի Սլովակիայում նախագահի այցը։ Վրաստանի ժամանակով ժամը 14-ին Միխեիլ Ղավելաշվիլին կանի այցի ամփոփիչ մեկնաբանությունը, իսկ մինչ այդ հանդիպումներ են կայացել սլովակ գործընկերոջ, փոխվարչապետի եւ ազգային խորհրդի նախագահի հետ։ Սլովակիայի նախագահը տեղական բիզնես ոլորտին կոչ է արել հետաքրքրվել վրացական շուկայով եւ ակտիվանալ ներդրումների առումով։ Քննարկման թեմաներն էին տարածաշրջանային մարտահրավերները, Ուկրաինայում պատերազմը, Իրանի դեմ ռազմական գործողությունը եւ անվտանգության աճած ռիսկերը։ Միխեիլ Ղավելաշվիլին հանդիպումների ժամանակ զրուցել է Բրյուսելի հետ հարաբերությունների վատթարացման պատճառների, անարդար վերաբերմունքի եւ Ուկրաինայի պատերազմից հետո զարգացած գործընթացների մասին։ Կրկին գնահատականների թեմա է ընդդիմության դաշինքի հայտարարությունը, որը վերաբերում է ազգային մոբիլիզացիայի արշավին, բնակչության հետ ուղիղ կապի սկսելուն եւ մայիսի 26-ին գովազդած հավաքին։ Ընդդիմության որոշ ներկայացուցիչների գնահատականը այս որոշման վերաբերյալ դրական է, իսկ մյուս մասը կասկածամտորեն է տրամադրված եւ այս գործողությունը համարում է վրացական երազանքի օգտին։ Գնահատականներ կատարվում են նաեւ իշխող թիմում, որտեղ նշում են, որ ընդդիմության նոր արշավը ապարդյուն կավարտվի։ Ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են տարբեր ծանր հանցագործություններում մեղադրվող 7 անձի։ Հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալները Ռուսաստանի քաղաքացիների մոտ խաբելով գիշերով տուն են գնացել գազի արտահոսքի ստուգման պատրվակով։ Մեղադրյալները սառը զենքի կիրառմամբ եւ կյանքը խլելու սպառնալիքով Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներից խլել են գումար 2000 ԱՄՆ դոլարի չափով, ինչպես նաեւ բջջային հեռախոսներ եւ նոթբուք, որից հետո ենթարկել են ֆիզիկական բռնության եւ պահանջել հավելյալ գումար։ Իրավապահները 7 անձին էլ որպես մեղադրյալ ձերբակալել են Մարնեուլիում եւ Գորիում։ Հանցանքը նախատեսում է մինչեւ 14 տարվա ժամկետով ազատազրկում։ Սպիտակ տան տեղեկությամբ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյդի Վենսը ապրիլի 7-ից 8-ին կհյուրընկալվի Հունգարիային եւ կմասնակցի երկկողմ հանդիպումներին Վիկտոր Օրբանի հետ։ Նշված այցը տեղի կունենա Հունգարիայում ապրիլի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ։ Զուգահեռաբար Վիկտոր Օրբանը եւս մեկ անգամ քննադատում է Բրյուսելին եւ ասում, որ Բրյուսելի տեսլականը սխալ է, քանի որ Եվրոպան ձևավորվել է ինքնիշխան պետությունների միասին աշխատելով եւ ոչ թե կայսրությունների կառուցելով։ Օրբանը նաեւ հայտարարում է, որ եվրոպացի հայրենասերները կվերականգնեն պետության ինքնիշխանությունը։ ԱՄՆ-ի նախագահը սոցիալական ցանցերում տարածել է տեսանյութ, որտեղ ցուցադրված է Իրանի Կարաջ քաղաքում կամրջին հարվածը։ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի ամենամեծ կամուրջը եւ Թեհրանը պետք է համաձայնություն կնքի, քանի դեռ դրա ժամանակն ունի։ Իսկ Իրանի արտգործնախարարն ասում է, որ բոլոր կամուրջներն ու շենքերը կկառուցվեն ավելի լավ եւ ինչը երբեք չի վերականգնվի, դա Ամերիկայի հեղինակությանը հասցված վնասն է։ Աբբաս Արաղչին նշում է, որ նշված հարձակման համար իրանցիները չեն պատրաստվում հանձնվել։ Կամրջի վրա հարձակման հետևանքով զոհվել է 8 մարդ եւ վիրավորվել 95-ը։